երբ որ հեցի հարցն էր քննարկվում, Ռոմանոս Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ նախկինում հանձնաժողովը հանցավոր ամբողջություն է դրսևորել եւ դրա ցուցիչն այն էր, որ նախկին տնօրենը Բաղրամյանը պաշտոնը թողեց։ Բայց այդ ժամանակ հանձնաժողովում նաեւ դուք եք եւ ենթադրվում է, որ դուք եք այդ հանցավոր ամբողջությանը մասնակցել, հետեւաբար դուք եք պիտի գնայք։ Ինչի համար են իշխանությունները ձեզ պահում այս պաշտոնում։ Հաջորդ հարցը վերաբերում է հայցերին։ Հեցը զրպարտության վերաբերյալ տարբեր հայցեր են ներկայացրել կառավարական տարբեր մարմինների դեմ, բայց Ռոմանոս Պետրոսյանը այդ հայցերը հետ է կանչում։ Ստացվում է, որ հայցում է հանձնաժողովի դեմ հայցը։ Ստացվում է, որ մի կողմից դուք ընկերության նկատմամբ վարչական բարույթ եք հարցնում, իսկ մյուս կողմից ձեր նշանակած կառավարիչը, որը առողջ լոգիկան հուշում է, որ պիտի պաշտպաներ ընկերության շահերը, բայց ինքն է խոչընդոտում այդ ընկերության դատական պաշտպանության իրավունքը։ Դուք այս ֆարսը ոնց եք մեկնաբանում, ոնց եք բացատրում։ Եվ հաջորդում մի ճշտում եմ ուզում ուղղակի անել, հեցի կառավարիչը եւ իր կողմից նշանակված անձինք, որոնք բողոքում էին բարձր աշխատավարձերից, այս ընթացքում հրաժարվել են իրենց այդ բարձր աշխատավարձերից, թե ստացել են այդ բարձր աշխատավարձերը, ու 2025 ամփոփելիս իրենք պարգևավճարներ ինչքան են ստացել, տեղեկություններ ունեք, շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ուրեմն առաջի հարցը Ռոմանոս Պետրոսյանի հայտարարության վերաբերյալ բառացի ես չեմ հիշում, որ նման բան է ասել, բայց եթե դուք ասում եք, ուրեմն հիշում եք, աղբյուրը կա, ես հանձնաժողովի անդամ եմ աշխատել մինչև հանձնաժողովի նախագահ դառնալը 1 տարուց մի քիչ ավել, եթե չեմ սխալվում 20 թվականից մինչև 21 թվականը հատվածը, հետո տեղափոխվել եմ, նշանակվել եմ այլ աշխատանքի գնացել եմ, հանձնաժողովը ստեղծվել է եւ գործում է մոտ 27 տարի եւ հանձնաժողովի նախագահ եմ աշխատում արդեն 1 տարուց մի փոքր ավել եւ այս հարցը ինձ ելի են տվել լրագրողները, ես հետեւյալն եմ պատասխան այդ հարցին, որ իմ աշխատած ամեն օրվա եւ ամեն ժամի համար պատասխանատու եմ